Այստեղ նորմալ է, չէ՞ պայմանները։ Ջրի խնդիր չկա, որովհետեւ մոտ կա ջրով ապահոված է։ Հաջորդ ապացույցը դարձյալ գտնվում է տեղադրական եզրակացության 157-րդ էջում, իսկ գործի նյութերում գտնվում է հատոր 20-ի գործեր 75-79, մասնավորապես արտադրական փորձականության տիպ 12 Հատոր 20-ի գործեր 75-79 Արտադրական փորձականության 1257 գիծ 25 եզրակացությունն է, մասնավորապես 75-րդ էջից 20 Արկա է դիտվածատեսը, այսպես ասած բլանկը, որով 03-2025 թվականին փորձագիտական կենտրոնի տնօրենի կողմից Մետրոպյանի կողմից անունից ստորագրված ուղարկվել է տիպ 582 նախաքննական մարմին ուղարկվել է 582-025 քրեական վարույթով դատաձգաբանական փորձականության տիպ 1257 գիծ 25 եզրակացությունը եւ արկա է արտիրը թե ինչեր են ներկայացվել փորձականության եզրակացությանը գիծ Հաջորդի 76-րդ էջից 30-06-2025 թվական փորձագետ Վ. Զաքարյան շնորհագրություն փորձագետի եզրակացություն համար 1257-2025 թվական Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի հանրապետական գնդակապարկու ճարտարանի բաժնի գլխավոր փորձագետ Վ. Զաքարյանը շնորհալով վարչագույն կրթություն դատաձգաբանական փորձակնություններ կատարելու իրավասություն Փորձագիտական աշխատանքի 14 տարվա փորձ հիմնվելով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննչական գլխավոր վարչության մարդու դեմովված հանցագործների քննության վարչության ՀԿԳ քննիչ Աբրահամ Արտուշյանի կողմից փորձակնություն նշանակելու մասին կայացրած 27-06-2025 թվականի որոշմանը ըստ տիպ 582-07025 քրեական վարույթի նյութերի կատարեցի դատաձգաբանական փորձակնություն գործի հանգամանքները հայտնի են կայացված որոշումից եւ մանրամասն նկարագրված շրջան եզրակացության մեջ Նախաքննության ընթացքում դատարանի համապատասխան որոշման հիման վրա խուզարկությունը իրականացվել Արսեն Արմենի Ղազարյանի բնակության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Արագած Զանգվածի 16-րդ շենքի 40-րդ բնակարան ԱՑ-ին, որի խուզարկությամբ հայտնաբերվել է թվով 3 պարկուճ եւ 1 հատ փամփուշտ, որոնք փաթեթավորվել են 1 փաթեթում եւ կնիկվել ՀՀ քննչական կոմիտեի 336 համարի կնիկով։ Գործակնության ներկայացված են 5.6 մմ 5.6 անգամ 15.6 դրամաչափի 1 հատ փամփուշտ 7.62 մմ պատմություն 7.62 անգամ 39 դրամաչափի փամփուշտների թվով 2 հատ պարկուճներ եւ 12 դրամաչափի փամփուշտի թվով 1 հատ պարկուճ Փորձակնության պահանջումը պարզել Փորձակնության ներկայացված 3 հատ պարկուճներ ինչ տեսակի նմուշի եւ ինչ դրամաչափի են ինչ տեսակի նմուշի եւ ինչ դրամաչափի զենքերից կրակելու համար են նախատեսված եւ դրանք կրակվել են միևնույն թե տարբեր զենքերից Փորձակնությանը ներկայացված 1 հատ փամփուշտ ինչ տեսակի նմուշի եւ ինչ դրամաչափի է ինչ տեսակի նմուշի եւ ինչ դրամաչափի զենքերից կրակելու համար է նախատեսված Փորձակնությանը ներկայացված 1 փամփուշտը 3 պարկուճները պիտանի են նպատակային օգտագործման համար թե ոչ եւ ռազմավարության հանդիսանում են թե ոչ Փորձակնությանը ներկայացված 1 փամփուշտը եւ 3 պարկուճները հանրապետական գնդակապարկու ճարտարանի հաշվառումներով անցնում են թե ոչ արկա եւ գրականություն մասնավոր լուսալեզու նշված եւ հետազոտություն օբյեկտները հետազոտությանը ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձագիտական կենտրոն ՊՕԱԿ փաթեթավորված 1 փաթեթում կնիկված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 336 շրջանաձև կնիկի դրոշման թղթով փաթեթավորման եւ կնիկման ամբողջականության տեսանելի խախտումներ չեն հայտնաբերվեցին ներկայացված փաթեթը բացելով այնտեղից հանվեցին թվով 3 հատ պարկուճներ եւ թվով 1 հատ փամփուշտ նկար 1 2 3 արկա են նշալ ուրեմն պարկուճների եւ փամփուշտի նկարները Փորձակնության ներկայացված թվով 1 հատ փամփուշտը նկար 4-ին գիրարտակին տեսքով կառուցվածքային առանձնահատկություններով եւս տեղեկատու նյութերի տվյալների հանդիսանում է գործարանային արտադրության 5.6 մմ դրամաչափի օղակաձև բոցավառման ոսորդական սպորտային փամփուշտ նախատեսված տոս տեսակի հրացաններից, կարաբիններից, մարգոլին տեսակի ատրճանակներից եւ համապատասխան դրամաչափի ակուտափող այլ զենքերից կրակվելու համար։ Փամփուշտի հետազոտության պարզեց, որ դրա գործարանային արտադրության ամբողջականությունը խախտված չէ։ Ներկայացված փամփուշտի կրակոցի համար տիտանելիությունը եւ ռազմամթերք հանդիսանալը պարզելու նպատակով այն փորձարարական կրակվեց
Գործակիրագիտական կենտրոնում առկա փամփուշտներ կրակելու համար նախատեսված ծառայով կերակուրն իրականացավ առանց խափանումների, ինչն էլ վկայում է այն մասին, որ ներկայացված թվով 1 հատ փամփուշտը պիտանի է կրակվելու համար եւ հանդիսանում է ռազմամթերք։ Գործակնության ներկայացված թվով 3 հատ պարկուշներից թվով 2 հատ պարկուշները շշաձև են, արտաքինից պատված են դեղնավուն ներկայությամբ, ունեն 38.5 մմ երկարություն, վզիկի ներքին տրամագիծը 7.9 մմ է։ Պարկուշների հատակային մասում առկա են հետևյալ գործարանային դրոշվածքները, թվով 1 հատի 539.73, թվով 1 հատի 17.68, որոնցից 539 եւ 17-ը արտադրող գործարանների ծածկագրերն են, իսկ 73 եւ 68-ը արտադրման համապատասխանաբար 1973 եւ 1968 տարեթվերի վերջին երկու նիշերը։ Պարկուշների ներքին մակերևույթներին առկա են ժանգի նստվածքային հետքեր, պարկուշների հրապատիչները եւ դրանց հիմքերը բացակայում են։ Նկար 6-7 Ելներով վերոգյալից ներկայացված պարկուշների արտաքին տեսքից կառուցվածքային առանձնահատկություններից, դրոշվածքներից եւ ըստ ներկայացու նյութերի տվյալների կարելի է եզրակացնել, որ դրանք հանդիսանում են AK-47 տեսակի ինքնազինքերից, RPK տեսակի ձեռքի գնդացիներից եւ համապատասխան տրամաչափի ակուսափող այլ զենքերից, բացի քաղաքացիական որսորդական ակուսափող զենքերից կրակվելու համար նախատեսված գործարանային արտադրության 7.62 մմ տրամաչափի մարտական փամփուշտների կրակված պարկուշներ ռազմամթերք չեն հանդիսանում։ Գործարանային արտադրության ամբողջականությունը չխախտված եւ կրակվելու համար պիտանի համարվող 7.62 մմ տրամաչափի փամփուշտները, որոնք բացի անգնդակ փամփուշտներից, որոնց բաղկացուցիչ մասն են կազմում ներկայացված թվով 2 հատ կրակված հանդիսանում են ակուսափող զենքերի համար նախատեսված ռազմամթերք։ Պարկուշտների հետազոտմամբ դրանց վրա ինչպես անձեն աչքով, այնպես էլ խոշորացող սարքերի զննությամբ հաստատապես նշված են մանրադիտակների տեսակները, հայտնաբերվեցին զենքի դետալների կողմից թողնված կրակման հետքեր։ Անադարձչի հետքը պարկուճի գլխիկի եզրամասում չզբվածքի տեսքով, արտանետիչի կարճանի հետքը պարկուճի գլխիկի եզրապոռոնքի հատվածում կերտվածքի տեսքով եւ այլն։ Նշված հետքերի հետազոտման պարզեց, որ դրանք իրենց ձևով, չափսերով եւ փոխտեղակայմամբ բնորոշ են համապատասխան դրամաչափի զենքերից կրակված պարկուշների վրա առաջացող հետքերին, սակայն առկա ներկայացուցիչ շերտի եւ այլ հետքերի կերտված խազվածքներ պատճառով դրանք աղավաղված են, իրենցպես չեն պարունակում համեմատական հետազոտման համար անհրաժեշտ բավարար հատկանիշներ եւ պիտանի չեն կրակվող զենքերի նույնացման համար։ Առկա են նկարներ, նկար 6 եւ 7։ Գործակնության ներկայացված թվով 3 հատ պարկուշներից թվով 1 հատ պարկուշը կլանաձև է, ունի արտասագույն մետաղյա հասակ, պոլիմերային նյութից կապույտ գույնի իրան։ Պարկուշն ունի 67.7 մմ ընդհանուր երկարություն, իրանի միջտամասում 20 մմ տրամագիծ։ Պարկուշի հրապարտիչի երթակենտրոնական հատվածում առկա է շրջանաձև փոսիկի տեսքով հետք։ Պարկուշի իրանի ներքին մակերևույթին առկա է սև գույնի մենանման նյութի նստվածքային շերտեր։ Պարկուճի հասակի հատակային մասում առկա են աստղ-12 գործարանային դրոշվածքները, որոնք վերաբերում են դրամաչափին, նկար 8-9։ Ելնելով վերոգյալից ներկայացված պարկուճի արտաքին տեսքից կառուցվածքային առանձնահատկություններից, դրոշվածքներից եւ ըստ տեղեկատու նյութերի տվյալների կարելի է եզրակացնել, որ այն հանդիսանում է համապատասխան տրամաչափի քաղաքացիական ողորկափող զենքերից, օրինակ Գիշ 27, MC2112 տեսակի հրացաններից եւ քաղաքացիական ողորկափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված գործարանային արտադրության 12 տրամաչափի ողորտական փամփուշտի կրակված պարկուճ ռազմամթերք չի հանդիսանում։ Պարկուճի վրա դրա արտադրման տարեթվի մասին վկայող կոնկրետ դրոշվածքներ չհայտնաբերվեցին։ Գործարանային արտադրության ամբողջականությունը չխախտված եւ կրակվելու համար պիտանի համարվող 12 դրամաչափի ողորտական փամփուշտները, որոնց բաղկացուցիչ մասն է կազմում ներկայացված թվով 1 հատ կրակված պարկուճը, հանդիսանում են քաղաքացիական ողորկափող զենքերի համար նախատեսված ռազմամթերք։ Պարկուճի հետազոտմամբ դրա վրա ինչպես անձեն աչքով, այնպես էլ խոշորացող սարքերի օգնությամբ հայտնաբերվեցին զենքի դետալների կողմից թողնված կրակման հետքեր։ Արվածիչի զարկանի հետքը հրապատիչի գրեթե կենտրոնական հատվածում շրջանաձև փոսիկի տեսքով, մեջը միկրոռելիեֆային առանձնահատկություններով, անդրադարձիչի հետքերը թասակի վրա, կերտվածքների տեսքով, կարճանի հետքը թասակի եզրին, կերտվածքների տեսքով եւ այլն։ Նշված կրակման հետքերի հետազոտման պարզեց, որ դրանք իրենց ձևով, չափսերով եւ փոխտեղակայմամբ բնորոշ են համապատասխան տրամաչափի զենքերից կրակված պարկուճների վրա առաջացող հետքերին, իրենց մեջ պարունակում են համեմատական հետազոտության համար անհրաժեշտ բավարար հատկանիշներ եւ պիտանի են կրակվող զենքերի նույնացման համար առկա են նկարút եւ նկարին լուսանկարներ։ Հետևություններ։ Գործակնությանը ներկայացված թվով 1 հատ
պամփուշտը հանդիսանում է գործառնային արտադրության 5.6 մմ դրամաչափի օղակաձև բոցավառման որդորդական սպորտային պամփուշտ, նախատեսված 4 տեսակի երացաններից, կարաբիններից, մարգոլին տեսակի ատրճանակներից եւ համապատասխան դրամաչափի ակուսատվող այլ զենքերից կրակվելու համար, պիտանի է կրակվելու համար եւ հանդիսանում է ռազմամթերք։ Ներկայացված ընդհանուր թվով 3 հատ պարփուշտներից եթվով 2 հատ պարփուշտները հանդիսանում են AK-47 տեսակի ինքնաձիգերից, ՏՊԿ տեսակի ձերտի գնդացիներից եւ համապատասխան դրամաչափի ակուսատվող այլ զենքերից, բացի քաղաքացիական ոսորդական ակուսատվող զենքերից կրակվելու համար նախատեսված գործարանային արտադրության 7.62 մմ դրամաչափի մարտական պամփուշտների կրակված պարփուշտներ ռազմամթերք չեն հանդիսանում։ Պարփուշտների վրա առկա կրակման հետքերը պիտանի չեն կրակող զենքի նույնացման համար պարփուշտների հրապարակիչները իրենց հիմքերով բացակայում են։ Գործարանային արտադրության ամբողջականություն չխախտված եւ կրակվելու համար պիտանի համարվող 7.62 մմ դրամաչափի պամփուշտները, բացի անգնդակ պամփուշտներից, որոնց բաղկացուցիչ մասն է կազմում ներկայացված թվով 2 հատ կրակված պարփուշտները, հանդիսանում են ակուսատվող զենքերի համար նախատեսված ռազմամթերք։ Ներկայացված ընդհանուր թվով 3 հատ պարփուշտներից թվով 1 հատ պարփուշտը հանդիսանում է համապատասխան դրամաչափի քաղաքացիական ողորկափող զենքերից, օրինակի 27, MC21, 12 տեսակի հրացաններից եւ քաղաքացիական ողորկափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված գործարանային արտադրության 12 դրամաչափի որդորդական պամփուշտի կրակված պարփուշտ ռազմամթերք չի հանդիսանում։ Պարփուշտի վրա առկա կրակման հետքերը պիտանի են կրակվող զենքի նույնացման համար։ Գործարանային արտադրության ամբողջականությունը չխախտած եւ կրակվելու համար պիտանի համարվող 12 դրամաչափի որդորդական պամփուշտները, որոնց բաղկացուցիչ մասն են կազմում ներկայացված թվով 1 հատ կրակված պարփուշտը հանդիսանում են քաղաքացիական ողորկափող զենքերի համար նախատեսված ռազմամթերք, փորձագետ Վ. Զաքարյան եւ առկա է ազգան ընդունման արձանագրությունը։ Հարգելի վարորդի մասնակիցներ, նախորդ փորձակնությունը, որը ներադրանքի կողմից ներկայացվեց, դրա վերաբերյալ ծախսեր կատարել 190,000 դրամի չափով, ես ուղղակի վարորդի մասնակիցների ուշադրության համակի վրա, 50 փորձակնության վրա 162,000 Հարգելի դատարան, հանրային մեղադրողը հրապարակից երկրորդ փորձաքննությունը հետաքրքիր մի բան նկատվեց, որ երբ խոսքը գնում էր 12 դրամաչափի որդորդական պատրոններին, դրանց մասով դիրքորոշում հայտնեց, նշելով, որ դրանք օգտագործում են ողորկափող հրացանների համար, որպես այդպիսին չեն հանդիսանում հրազեն։ Ես դիրքորոշում չեմ հայտնել։ Դիրքորոշում չի ասում, հրապարակեցիք փորձաքննություն։ Դիրքորոշում հայտնել։ Չէ, դիրքորոշում չի ասում, փորձաքննություն հրապարակել։ Եվ հրապարակման մեջ նաև նշվեց 762 դրամաչափի պատրոնների մասին, ասել, որ մարտական են դրանք հարգելի դատարան, նշեմ, որ 762 չափի շատ իր լսել եմ հարգելի հանրային մեղադրողը, դրանով անդրադարձակ ուղղակի չնշեցիք, որ այդ պատրոնները արդյոք օգտագործման համար թույլատրելի են սովորական քաղաքացիների համար օգտագործման ենթակա զենքերով, թե ոչ։ Ուրեմն նշեմ, որ վերջի 4-5 տարին է, որ թույլատրվում է անկախ նրանից, թե որսորդության անդամից թե չէ, համապատասխան փաստաթղթերի միջոցով ձեռք բերես Սայգա տեսակի զենքը, նաև Կալաշնիկովի ակատեսակի զենքի ավելի որակյալ նոր տեսակը TR1, TR2, TR3 կարգի զենքերն են, որոնց կրակման համար զենքի չափը, պատրոնի չափը 7.62 է։ Ուղղակի չափ կարճ ավելի, որի մեջ բանի բարոքի քանակությունը քիչ է եւ հարվածող հեռավորությունը, տարբերություն մարտականին ավելի քիչ, շուրջ 300-400 մետր, մարտականը մինչեւ 800 մետր է, խոցելիությունը նույնիսկ 1 կիլոմետրի վրա է ասում։ Նաեւ արկա է այդ նույն զենքերի համար 555 դրամաչափի պատրոններ։ Ոստի դեպքում եմ, որ փորձագետը էլի ցերի ներկայացրել, այստեղ եզրակացության մեջ նշում է զենքերի պամփուշտների արկայության մասին, սակայն դրանց մասով չի նշում, թե արդյոք այդ պամփուշտները կիրառման ենթակա են որսորդության համար, թե ոչ։
ուղղակի փաստաբանանալ ցանկանում եմ արձանագրել, որ այդ մատնանշված պատրոնները 762-ը որսորդության մեջ թույլատրել են օգտագործման եւ ազատ վաճառք են նրանց համար, ովքեր ունեն համապատասխան թույլտվություն որսորդական զենք կրելու։ Ասանես Արսեն Ջոկեսս, պատվարժան դատարան քանի որ Արսեն Ղազարյանի շահերը նույնպես ներկայացնում, դիրքորոշում կհայտ։ Էլի, որպեսզի հասկանալի լինի, հնչական գործողությունների արդյունքում եւ փորձաքննությամբ պարզվել է, որ Արսեն Ղազարյանի տնից հայտնաբերվել է փամփուշտ եւ պարպուճ։ Հիշեցնեմ, որ Արսեն Ղազարյանին ապօրինի զենք, զինամթերք, ռազմամթերք պահելու մեղադրանք առաջադրված չէ, հետեւաբար դրանք օրինական միջոցներ են եղել եւ ինքն էլ էլի ունի օրինական հրազդան, որսորդության անդամ է, այո, եւ Facebook-ի գլխավոր նկարն էր, որցի տեղից նկարն է Արսեն Ղազարյանի։ Էլի փորձելով հասկանալ ինչ կապ կարող ունենալ սա առաջադրված մեղադրանքների հետ, միակ բանը գործում, որ տենց շրջանառվում է, որ կարա փամփուշտ օգտագործվի, այդ երկու հոգու գյուլելու պատմությունը։ Էլի ֆորմալ գալիս ենք այդ պատմությանը։ Ինչպես պարզել ենք, այդ պատմությունն էլ դեռ հնարած էր, կտրած, մոնտաժած եւ նման պնդում վարույթով չի կարող կատարվի, որը որևէ անձի վնասել պատճառվելու օգտագործելով սենց բան։ Եվ Արսեն Ղազարյանին առաջադրված մեղադրանքում էլ ընդհանրապես չկա տենց պնդում, որ նրա տնից հայտնաբերված այս միջոցը օգտագործվելու էր փողոցային ցույցերի ընթացքում։ Հետևաբար այս ապացույցը հարգելի ներկաներ եւ ովքեր որ տեսնում են այս դատական process-ը, նույնպես եկած է մակուլատուրա ծառայելու այս ամբողջ ապօրինի քրեական վարույթում։ Ինչ եք ցանկանում։ Դատան, ուզում եմ ավելացնել, ակտիվ գործությամբ եմ զբաղվում, այսինքն մենակ պահարանի մեջ չի պահվում։ Ու այս պարպուճները են մնացած, էդի զիբիլ աղբ, պրոստը երեխեք պիթել են ուտով, բերել են, էդի վավշե ենք պետք աղջուդելցով բալայիկ աղբ են։ Իսկ են 12 տրամանչակ իմ զենքն է, էդ իմ զենքի պատրոնն է, որը որ ես տարեկան կտրվածքով, ես երևի 500 հատից ավել կրակում եմ ասենք այդ զենքով։ Ես ունեմ այդ որսորդ միության ոչ մենակ ծղծերը, այլ այդ ամբողջ տարիների ընթացքում ինչքան լիցենզիա տվածվել է այդ որսորդության համար, ես դրանք եմ ունեմ, բավարար, բայց չգիտեմ չեմ պահել, մի ամուր մտածել է, չեմ գցել ուղղակի իրակել, դրանք եմ դաշկա, էլ ուզում եմ ասեմ, ակտիվ զբաղվել է դրանով, եթե իմ երկրորդ հոբին է, իմ սիրելի զբաղությունից մեկն է։ Այսօր անունական ոչ բան չկա, մեկ էլ ուպես 5 պատրոն զարգատանով գործիքն է Էդ էլ է տարել, բայց չկա բան, չէ՞, ուզում եմ ասեմ, այդ Սոկոլի հետ միասին, ասենք այդ Սոկոլը մենակ կտեր օգտագործում։ Սոկոլից բացի 3 տեսակ վարորդ կա Հայաստանում, որը որ արագ տուփերն է վաճառում, լավ է, էդի գոնե տուփով է եղել, իսկ դες կա բանով պաշկուր ծախում են, գրամով առնում են, իցխավորում են, կրակում են, եթե շատ են կրակում, էլի։ Հիմա դեռ կա դրագում, մեկ էլ մի ուրիշ տեսակ կա, որը որ որտով մյուս կանոններից էդի ազատ վաճառք կա։ Նույն է պոզ փամփուշտ մի հատիկ որ եղել է, էդ էլ է, եթե որտով դա կասմոքնային բան է։ Ասեմ, գիտեմ, էդի խիալ կցած, բայց ուզեմ ասեմ եկան երկար, որ պարտությունները դատակ պարտություններ են խախտեն։ Դեսեցին, ինչ եք ցանկանում։ Արգաժան գործորդը սուտ ասում, 500 անգամ չի կարա ինքը մի սեզոնի ընթացքում գնա որսի, ես որպես բնապահպան եմ ասում, և եթե ապորենի որս ես արետ ընթացքում, դեսուշներին ու արդի, մի բաներ ավելացեն, այդ լաժի իմ կրակած պարտուց բաներ են, որտո իմ պլաստիկը դրանք եմ հավաքել, դրանք չեմ խցել։ Բարի դեստեք, աջոր կապացույցը եթե Այդ կապված եսել եմ ցանկանում դիրքորոշում հայտնել, դեռևս նախնական դատալությունների ժամանակ պատվարժան դատարան ես ասել եմ, որ այս ամեն ինչը կատարվել է շոու ներկայացում կազմակերպելու համար։ Պատվարժան դատարան քիչ առաջ բազմաթիվ անդամներ նշվեցին ձեռքի գնդացիրներ,
ԱԿ 74, չգիտեմ, ԱԿ 47, այսինքն խոսում է զենքերի մասին, գնդացերների մասին, հրազենների մասին, եւ ինչն է պատճառը, որ խոսում է այդ զենքերի հրազենների մասին։ Պատճառը տպավորություն ստեղծելն է։ Ուրիշ ոչինչ չկա պատվարժան դատան։ Այն ինչ նշվեց, հիմա կրկին ներկայացնում։ Հանվել են թվով 3 պարկուճներ եւ 1 փամփուշտ։ Թվով 3 պարկուճները սրանք են, պատվարժան դատարան, ինչպես նշվեց ինքը աղբա բառից բուն իմաստով եւ պիտանի չի որևէ բանի համար։ Եվ 4 միավորից ընդամենը այս մեկն է փամփուշտ, տոս հրացանից կրակելու համար։ Բայց պատվարժան դատարան այս ամեն ինչը կազմակերպելու համար, ինչպես դուք նշեցիք, պետական բյուջեից մի քանի 100,000 դրամ է ծախսվել, փորձագիտական հիմնարկները ծանրաբեռնվել են, սրանով չեն քննվել, ասենք, սպանությունների դեպքեր, ասենք, սպանության դեպքով, ասում են, փորձագիտական հիմնարկը ծանրաբեռնված է։ Բայց այս աղբը որոշելու համար, որ սա աղբ է, ու այս աղբը ենթադրաբար կարող է կիրառվել գնդացիրներից, չգիտեմ, նռնականետերից, տանկերից, այդ տպավորությունը ստեղծելու համար, այդ բառերը դատական նիստերի դահլիճում ասելու համար, որպեսզի հանրության համար տպավորություն ստեղծի, որ ահաբեկություն է եղել, այս փորձաքննությունները նշանակվել են պատվարժան դատարան, ի սկզբանե փորձաքննությունները չպետք է նշանակվեին, որովհետև անձը հանդիսանում է որսորդ միության անդամ, այս ամեն ինչը կարար ունենալ եւ այս պարկուճները, որ թափված են, կարելի է գտնել ամենուր, հատկապես այն հատվածներում, որտեղ կան զորքեր, զորամասեր, զորամիավորումներ, այսքան։ Լավ, ուրախություն, հաջորդիվ, ուտրեմ արգերը մեղադրում։ Հաջորդ ապացույցը մեղադրական եզրակացության